Ես չեմ պատկերացնում մի այնպիսի ժողովուրդ, ով հայ ժողովրդից շատ ավելի կցանկանա ունենալ խաղաղություն եւ հայ ժողովրդից շատ ավելի կերազի խաղաղության մասին։ Եկեք հասկանանք ինչ է իրենից ներկայացնում խաղաղությունը եւ ինչպես է Նիկոլ Փաշինյանը բառիս ամենաուղիղ իմաստով գողացել այդ բառը մեզնից, հայ ժողովրդից։ Հրանտ Մաթեոսյանն ասում էր, որ մարդ եւ անասուն ջոկվում են հիշողությամբ, հրեն բաց դաշտում կովն արածում իսկ հորթին բառացիորեն 3 են մորթել։ Նախ եւ առաջ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հայաստանը վերջին 100 տարվա ընթացքում հարաբերական խաղաղության մեջ ապրել է 1919 թվականի կեսերից մինչև 1920 թվականի գարուն, 1921 թվականից մինչև 1941 թվական, 1945 թվականից մինչև 1988 թվական եւ երրորդ հանրապետություն 1994-ից մինչև 2016 թվական, մինչև ապրիլյան պատերազմ եւ 2016 թվականից մինչև 2020 թվական։ Այս ժամանակահատվածներում հայ ժողովուրդը ապրել է հարաբերական խաղաղության մեջ, ունեցել է խաղաղություն։ Մնացած ժամանակաշրջաններում վերջին 100 տարվա ընթացքում այս կամ այն կերպ Հայաստանը եղել է ռազմական գործողությունների կիզակետում։ Այսինքն, պարզ տրամաբանությունն ու պարզ լոգիկան մեզ ինչ է հուշում, որ խաղաղությունը դա ժամանակամիջոց է երկու պատերազմների արանքում։ Իսկ հայտնի խոսքը ինչ է ասում, ցանկանում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի։ Այս օրերին, երբ որ բառացիորեն տարածաշրջանը եռում է պատերազմներով, երբ որ անկայունությունը մոլեգնում է գեոքաղաքական առհասարակ իրականության մեջ, մեզ միանց, ով բառացիորեն պարտվել է թե պատերազմը, թե խաղաղության պատերազմում, ամենուրեք եւ ցանկացած իրավիճակում, խոստանում է, որ մեզ բերելու է խաղաղություն, այդ խաղաղությունը կապելով բառացիորեն իրանձի հետ։ Եթե ինձ չընտրեք, ապա սեպտեմբերին աղետալի հետևանքներով պատերազմ կլինի։ Մի տրամաբանական հարց է առաջանում. եթե պայմանականորեն Իրանը հարվածի Ադրբեջանին եւ Ադրբեջանն այդ ամենից արդյունքում կործանվի կամ մասնատվի, նշանակում է իրենց լոգիկայով մենք մեր հացը բառացիորեն կերանք, որովհետեւ ըստ Ալեն Սիմոնյանի Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Այսինքն, եթե չլինի Ադրբեջան, ապա չլինի նաեւ Հայաստանի Հանրապետությունը, որը կլինի խաղաղ եւ անվտանգ։ Հարցս նորից եմ կրկնում, եթե Ադրբեջանն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության խաղաղության երաշխավորը, եթե այնպես ստացվի, որ Ադրբեջանը մասնատվի կամ ունենա ծանր հետևանքներ եւ ի վիճակի չլինի, այսպես ասած, ճակերտավոր երաշխավորել Հայաստանի խաղաղությունը, այդ դեպքում Հայաստանը ձեր լոգիկայով եւ ձեր տրամաբանությամբ բառացիորեն զրկվելու է իր երաշխավորից։ Այստեղ ճակերտները մեզ մոտ են առկա, իսկ Ալեն Սիմոնյանի եւ նրա նմանների մոտ համոզված եմ այնտեղ ճակերտներ չկան։ Ադրբեջանը իրենց խաղաղության երաշխավորն է, սակայն իրենց խաղաղության երաշխավորը լինել դա չի նշանակում լինել Հայաստանի Հանրապետության երաշխավոր։ Իրենց անվտանգության, իրենց քաղաքական լինելիության երաշխավորը, ես մի քիչ ճակերտներն ավելի բացեմ, դա ոչ միայն Ադրբեջանն է, այլև ողջ Թուրքիայի կառավարությունը։ Վերադառնալով անձին, ով հայ ժողովրդին խոստանում է խաղաղություն, ուզում եմ մեկ այլ խոսք հիշեցնել, որ որքան է խաղաղության թռչունը աղավնին լինի, միևնույն է խաղաղությունը արծիվներն են բերում։ Ձեզ խաղաղություն խոսք տվողը իր քաղաքական թևերի բացվածքը, ճանճի թևերի բացվածքից անգամ չի ասում, որ մնաց թե նա մինչև աղավնու ձգի։ Հետևաբար, մի տրվեք մանիպուլյացիաներին եւ եթե դուք ուզում եք ապրել խաղաղ, եթե դուք ուզում եք ապրել երջանիկ, ապա առաջնային գրավականը, մեր անվտանգության գրավականը եւ Հայաստանի խաղաղության գրավականը նորմալ, հայրենասեր, adekvat, բարոյական մարդու համար պետք է հանդիսանա առաջին հերթին հայոց բանակը, հայոց հայկական զինված ուժերը։ Ինչ ենք առաջարկում մենք, Հայաստան դաշինքը։ Մենք ցանկանում ենք խաղաղություն, որը կունենա հստակ միջազգային երաշխիքներ, երաշխավորված խաղաղություն, որովհետև այսօրվա հասարակարգերում, այսօրվա գեոքաղաքական իրականության մեջ միայն հստակ, ամրապնդված եւ ամրակցված, փաստաթղթավորված երաշխիքներն են հանդիսանում պատերազմների զսպման կարևոր գործիքակազմերը, բայց միևնույն ժամանակ սա նույնիսկ հաշվի առնելով
մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր զինված ուժերը բարձրացնենք այնպիսի պրոֆեսիոնալիզմի եւ այնպիսի մարտունակությամբ, որ մեր թշնամիները երևացող եւ չերևացող իրենց մտքների ծայրով անգամ չանցկացնեն, որ կարող են խախտել մեր խաղաղությունը։ Այդպիսի ժամանակաշրջան Հայաստանն ունեցել է 1998-ից մինչև 2008 թվականներին Ադրբեջանի մտքի ծայրով անգամ չի անցել ոտնձգություն իրականացնել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի սահմանների երկայնքով, տեղի չունեցել որևէ էսկալացիա, սահմանում զոհերի թիվը ռազմական միջադեպերի ընթացքում եւ խաղաղության պայմաններում եղել է նվազագույնը։ Հայաստանը ունեցել է տարածաշրջանում ամենամարտունակ բանակը եւ Հայաստանի Հանրապետության երաշխավոր հանդիսացող զինված ուժերը եղել են այն հենքը, որի վրա Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը վարել է արտաքին դիվանագիտություն, կարմրացնելով Ալիևի ականջները։ Հետևաբար նայեք առաջին հերթին մարդ տեսակին եւ նայեք նրանց, թե ովքեր են ձեզ խոստանում խաղաղություն։ Քաջնազարն էլ էր խոստանում խաղաղություն, Կիկոսներն ու Համբոներն էլ են խոստանում խաղաղություն, բայց միևնույն ժամանակ մեր հայոց հավաքականությունը ունի նաև Հայկի խաղաղությունը, ունի նաև Սասունցի Դավթի խաղաղությունը, ունի նաև Մեծ Մհերի խաղաղությունը։ Հետևաբար ընտրությունը ձերն է։ Ընտրում եք մարդկանց, ովքեր իրենց կենսափորձով եւ կենսագրությամբ ձևական եւ արհեստական չեն երևա ռազմական համազգեստի մեջ, թե ընտրում եք մեկին, ով մայիսին մասնակցում է ապրիլյան քարոզիային, խուսափել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելուց, իր ղեկավարման ժամանակ տեղի ունեցել 3 խոշոր պատերազմ եւ ռազմական էսկալացիա եւ այդ բոլոր միջադեպերում հայկական կողմը բառացիորեն իր հրամանատարությամբ պարտություն է կրել։ Հետևաբար անսացեք այնպիսի մարդկանց, ովքեր իրապես մտածում են ձեր զավակների անվտանգության մասին, ովքեր իրապես մտածում են Հայաստանի Հանրապետության խաղաղ ժամանակների մասին եւ ովքեր իրապես մտածում են մեր երկրի արտաքին դիվանագիտության ճակատում մեր պատվի, մեր ժողովրդի հավաքականության եւ հզորության մասին։